Զելենսկու գալը իրականում վատ լուր է Նիկոլ Փաշինյանի համար։ Դա նշանակում է Եվրամիությունը Ռուսաստանի հետ իր աշխարհաքաղաքական վեճը տեղափոխում է Հայաստան։ Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է, որ նախընտրական հաճելի պատկեր ստանա։ Հարգելի հստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցել ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորական թեկնածու Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ ունելու համար։ Պարոն Սուրենց, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անվտանգային միջոցառումներից ելնելով է ադրբեջանական պատվիրակության այցը փոխվարչապետի գլխավորությամբ իրենց գաղտնի պահվել։ Ասում է, որ որպեսզի նախապես այսպես ինչ որ աժոտաժ չառաջանա, պահպանվեն անվտանգային միջոցառումները, այս է եղել պատճառը, որ այս կարևոր հանդիպումը հանրությունը տեղեկանում է նրանց գալուց ժամեր անց։ Պատճառաբանությունը կարող է այս դեպքում բավականին մոտ համարվել իրականությանը այնքանով որքանով Հայաստանի Ադրբեջանի հարաբերությունները բարեկամական չեն, կարգավորված չեն, կարող էր ինչ-որ անվտանգության ռիսկեր առաջանալ, ըստ երևույթին այդ է պատճառը, որ այդի մասին հետո է հայտարարվել, բայց այստեղ ինձ համար դա է ակնչի։ Նույնիսկ ես զարմանալի չեմ համարում, որ եթե կա ինչ-որ դիալոգ, կա համատեղ հանձնաժողով, որտեղ մարդիկ տարբեր արդյունավետությամբ գնահատականները տարբեր կարող են լինել, աշխատում են, այդ մարդիկ նույնիսկ փոխայցեր կարող են ունենալ, ասենք Հայաստանի պատվիրակները կարող են լինել Ադրբեջանում եւ հակառակը։ Ինձ ժամանակաշրջանն է խիստ հետաքրքիր, թե ինչու է հենց հիմա Մուստաֆայևը այցելեց Հայաստան։ Նկատի ունեք ընտրություններից առաջ։ Այո, ինձ մոտ տպավորություն է, որ այս ամեն ինչ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանին աջակցելու Բաքվի քաղաքականության ծիրում։ Այսինքն այդ այցը հաստատում է այն ոչ իրական թեզը, որ խաղաղություն այլևս անշրջելի է, որ գործարարների հետ հանդիպման, տնտեսական փաթեթներ, տպավորությունա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շատ ակտիվ տեղաշարժեր կան, այդ թվում տնտեսական ոլորտում, բայց մենք գիտենք, որ դա շատ հեռու է իրականությունից, հա։ Ինչ-որ զուգադիպությամբ ճակերտավոր նախորդ օրն էլ կարծում ինչ-որ Կարս Գյումրի երկաթուղու աշխատանքային խմբի նիստեր եղել Հայաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ, ելի են դեպքում, երբ որ հայ-թուրքական գործընթացում էլ առանձնապես առաջընթաց չկա։ Այսինքն փորձում են ընտրությունների նախաշեմին պատրանք ստեղծել, որ թե հայ-ադրբեջանական, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում էական առաջընթաց կա։ Մենք իրականում գիտենք, որ նման բան չկա, հեռու պետք չի գնալ։ Նույն Մուստաֆայևը դելիմիտացիայի դեմարկացիայի հանձնաժողովի ադրբեջանական պատվիրակության հանդիպել էր Մեհեր Գրիգորյանի հետ։ Ինչպես մամուլը հրապարակեց, հա, բայց տեսեք, ցանկությունը հայտնել գնալ նոյեմբերի։ Նու այդ հերքել է Փաշինյանը։ Այդ հերքել է եւ այդ այցը տեղի չի ունեցել, որ ժամանակացույցին նայում ես, ակնհայտորեն չէր հասցնի, բայց դա չի խնդիրը։ Տեսեք, անդադ դելիմիտացիայի դեմարկացիայի մասին են խոսում։ Հիմա էլ ինչ-որ կարգեր են հաստատել, որոնք ներկայացվել են կառավարությունների հաստատմանը եւ այլն, բայց փաստը մնում է փաստ, որ անցած 2 տարում բացի այն 12 կիլոմետրանոց հատվածը Տավուշի շրջանի, որտեղ հայկական կողմը միակողմանի զիջումներ արեց, հարյուրավոր կիլոմետրերի վրա դելիմիտացիայի դեմարկացիայի գործընթացը տեղում դոփել է, այսինքն այդ 12 կիլոմետրից զատ որևէ աշխատանք չի տարվել։ Նույն այս երկու փոխվարչապետները կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքներն են համակարգում։ Այդտեղ էլ առանձնապես առաջընթաց չկա եւ այսպես շարունակ։ Ասելիքս այն է, որ իրական կյանքում միանգամայն այլ իրավիճակ է, չկարգավորված հարաբերություններ, այդպես ռազմագերիներ, Հայաստանի շրջափակված վիճակ, օկուպացված տարածքներ, իրական կյանքում միանգամայն այլ իրավիճակ է, փոխարենը իրանք ընտրություններից առաջ շուտ բարենպաստ ֆոն կամ համատեքստ են փորձում ձևավորել։ Ասում են հայ գործարարների հետ են հանդիպել, բայց այդպես էլ չի մանցանկում հետ են հանդիպել։ Նույնտեղ կադրերում 2-3 մեքենա երևում էր։ Սամվել Ալեքսանյան։ Դե հիմա ես չեմ էլ ուզում այդ գործարարներին թիրախավորել։ Էլի դարձյալ մոտավորապես $5 միլիոն
մենք բան ենք ներկրել Ադրբեջանից, բենզին եւ տարբեր բաներ, այստեղից ոչ իման դերևս իրենք չեն ներկրել։ Իսկ ակնհայտորեն ոչ համաչափ սալդո է, այդ 5 միլիոնն էլ շատ մեծ գումար չի, հետեւաբար էլի չկա այդ տնտեսական աշխուժությունը, պատրանք փորձում են ստեղծել, այ բենզինը մի 10-15 դրամ էժանացավ, դա ներկայացրեցին այն բանի հետևանք, որ Ադրբեջանի երկաթուղով մենք ինչ-որ բան ենք ստանում, բայց հիմա որ բենզինը թանկանում է կտրուկ, հակառակ պնդումները չեն անում։ Ես ուզում եմ ասել, որ սա ավելի շատ քարոզչական ֆոն է, որ ծառայեցվում է Նիկոլ Փաշինյանի ընտրական հետաքրքրություններին, քան իրական գործը։ Իսկ հնարավոր է այնպեսի փակ հանդիպումներ են եղել, որոնց մասին այսպես ասած չի հայտարարվել, թե ինչ կա իսկապես։ Մենք չենք կարող։ Չէ, իմ կարծիքով Մուստաֆաևի այցի հետ կապված ինչ կա մենք իմացանք, որովհետև այդ կարճ ժամանակում հնարավոր էլ չէր ավելի տարողունակ օրակարգ ունենալ, նա կեսօրին մոտ ոնց որ եկավ Երևան, ժամը 18-ի սահմաններում արդեն հեռացավ Երևանից։ Էլի եմ կրկնում, ես այցի մեջ խնդիր չեմ տեսնում։ Ժամանակի մեջ չեմ խնդիր տեսնում եւ քննարկված օրակարգերի ուռճացում, որը պակաս վտանգավոր չի, որտեղ երբ որ դու հանրությանը կերակրում ես քարոզչական նյութերով, որոնք ինչ-որ հաճելի պատկերներ են ստեղծում, բայց իրական կյանքում դրանք չկան, պիտի միշտ հիշես, որ հունիսի 7-ից հետո հունիսի 8-ա գալու, հունիսի 9-ա գալու եւ այլն։ Նայեք, արդեն բան չմնաց նաև ԵՄ գագաթնաժողովին։ Եվ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ինքը սպասում է նաև Ուկրաինայի նախագահին այստեղ։ Վլադիմիր Զելենսկի, այսինքն նրա այցը եւս Երևան սպասվում է։ Դա կնհայտ է, որ կարմիր քարտ է լինելու Ռուսաստանի կողմից։ Այդ շատ վատ լուր է Նաև եթե այսօր, չգիտեմ, հետևել եք թե չէ, ինչ էր ասում, ասում էր մենք պետք է կամած այնպես անենք, որ ռուս զորախումբը փոխարինենք հայրով։ Այսինքն ամբողջությամբ դուրս հանենք։ Տեսեք, Զելենսկու գալը, այն մյուս հարցին հետո առիթ կլինի ավելի հանգամանալից խոսենք զորախմբին վերաբերող, որտեղ ինքը մի քիչ անհասկանալի ձևակերպ։ Դե համատեքստում նայենք, սա Ռուսաստան մի քիչ անհասկանալի ձևակերպումներ է արել, էլ ինչպես միշտ այնքան ամեն ինչ խճճել, որ երևի մենք մի քիչ համբերություն ունենանք, սպասենք Մոսկվայի արձագանքին, որ հասկանանք ինչի մասն էր խոսում Նիկոլ Փաշինյանի։ Հիմա Զելենսկու գալը իրականում վատ լուր է Նիկոլ Փաշինյանի համար։ Ինչ առումով։ Հիմա բացատրեմ։ Ինքը շատ ավելի կատարելագործված ծաղրացու է, էպատաժ է Զելենսկին։ Եվ եթե հանգարտ Զելենսկին Երևան եկավ, ֆոկուս ուշադրության կենտրոնում ոչ թե Փաշինյանն ալնելու, այլ Զելենսկին։ Դուր չի գա նրան սա։ Դուր չի գա նրան։ Ավելի կստվերվի Փաշինյանը։ Փաշինյանը բերում է, որ նախընտրական վինետկա չէ ստանա այդ 40 եւ ավելի երկրների ղեկավարների հետ։ Հիմա հերոսը դառնալու է Զելենսկին իր բնավորությունը իմանալով, իր բոլոր եվրոպական միջոցառումների հերոս լինելու մոլուսկը իմանալով Զելենսկու ակնհայտորեն Զելենսկու գալու դեպքում Զելենսկին է լինելու գլխավոր հերոսը։ Սա մեկ, դա կիսակատակ կիսալուրջ, բայց ավելի լուրջ ձեր ասածը կա, որ սա ակնհայտորեն դառնալու է հակառուսական ցուցադրություն, որտեղ պարզ է, չէ՞, Զելենսկին եւ Զելենսկու ներկայությամբ մնացած եվրոպական առաջնորդները ինչ հակառուսական հայտարարություններ եւ ինչ դոզայով են անելու Երևանում։ Այդ ամեն ինչը ազդելու է Հայաստան-Ռուսաստան առանց էլ շատ բարդ հարաբերությունների վրա, այսինքն այն մեր պնդումները, որ Նիկոլ Փաշինյանը անում է քայլեր, ինչի հետևանքով Հայաստանը վերածվում է կամ Հայաստանի տարածքը վերածվում աշխարհակաղակական շահերի բախման կիզակետի, ամբողջովին արդարանում են, մանավանդ երևի հիշում եք, որ մոտ 1 շաբաթ առաջ էլ հաստատվեց Եվրամիության նոր առաքելության մանդատը, որն էլի ակնհայտորեն հակառուսական ուղղվածություն ունի, իր հիմնադիր դոկումենտում այդ մասին է նկատի ունեք այս եմ առաքելությունը, որ գալիս է հիբրիդային հարակվե եւ այլն դիտարկելու եւ իրանց դոկումենտում շատ հստակ պատճառաբանությունների հատվածում գրված է, որ Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար է ստեղծվում ինքը։ Իսկ երբ որ ի սկզբանե ոչ թե վիրտուալ հիբրիդային վտանգներից գալիս են որակյալ ընտրություններ պաշտպանելու, այլ նշում են սպառնալիքի աղբյուրը, դա նշանակում է Եվրամիությունը Ռուսաստանի հետ իր աշխարհակաղակական վեճը տեղափոխում է Հայաստան։
Դրան ակնհայտորեն դրան պատասխանելու է Ռուսաստանը, այսինքն հակազդելու է։ Ինչ կարգի պատասխան կա։ Դժվար է կանխատեսել։ Հիմա սպասենք, ես 3-4 օրն էլ կանցնեն, հետո եւի առիթ կունենա Մելիձես հյուրընկալվելու։ Հիմա տեսնենք մայիսի 1-ից 5-ի արանքում այս Իդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի եւս չեն, այսպես հաստատել։ Նրանք այդ Եվրոպայի քաղաքական համանքի ներկայացուցիչներ են։ Բայց ես ստույգ գիտեմ, որ այսինքն հրապարակային հնչել է Ադրբեջանի կողմից, որ իրենք ներկայացուցիչ չեն ունենալու։ Ալիևը չի գալու եւ ստամենայնի ոչ մեկ չի գալու։ Ավելին ասենք, եթե նրանք ցանկություն ունենային Երևանում այդ համաժողովին մասնակցելու, դժվար չէր ժամանակագրորեն Մուստաֆայևի այցը մի երկու օր հետաձգել, ենթադրենք, որպես ներկայացուցիչ։ Հա, եւ գար այդ առաքելությամբ եւ գար այն առաքելությամբ, որ 3 էր Հայաստանում հյուրընկալվել, մանավանդ օրինակ կա ղեկավար ժամանակ հյուրերի մեջ, որը եւ երկկողմանի ֆորմատով է գալի եւ քաղաքական համայնքի միջոցառմանը մասնակցել։ Մակրոնի մասին է խոսքս։ Իդեպ ասում են, որ այստեղ հնարավոր է նաեւ Ֆրանսիայի հետ Մակրոնի այցի ընթացքում 4 պայմանագիր համագործակցություն։ Հա, ռազմավարական համագործակցության պայմանագիր կանխատեսելիորեն կստորագրվի, բայց դրանք ավելի շատ բարձրագոչ վերնագրեր ունեցող փաստաթղթեր են, քան բովանդակային առումով բարունակում այդ փաստաթղթերը կամ ավելի թույլ է բովանդակային բաղադրիչը, քան վերնագրերը։ Իդեպ տարբեր ուժերի կողմից այսպես կոչ է հնչել, որ ԵՄ գագաթն ժողովը չանցկացվի հենց ընտրություններից առաջ, անգամ ակցիա է իրականացվել։ Ինչ է փոխելու սա չէ՞։ Գիտեք, մենք չենք կարող այդ օրակարգի վրա ազդել, ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է, որ նախընտրական հաճելի պատկեր ստանա։ Բարձա չէ, մեծ լոբինգ է իրականացվել, որպեսզի այդ միջոցառումը ընտրություններից առաջ կազմակերպվի, եւ Նիկոլ Փաշինյանը ըստ էության հասել է իր ուզածին, հիմա այլևս ուշել է ինչ-որ ապելյացիա անել, որ հիմա մի արեք, բան, որովհետեւ գնացքը գնացել է, արդեն հյուրերը ժամանում են, բայց մենք մաքսիմումը պետք է անենք, որ ժամանող հյուրերը իրական Հայաստանի, այս դեպքում բառը իրական եմ օգտագործում, կամ Հայաստանի իրականության մասին ճիշտ պատկերացում ունենան։ Օրինակ 3-6 կուսակցություններ, այդ թվում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նամակ են հանձնել, այսինքն եվրոպական տարբեր կուսակցությունների հետ համագործակցող հայաստանյան 6 կուսակցություններ նամակներ են հանձնել։ Նամակներ են հանձնում այս կամ այն կառույցներին, բայց արդյունքը։ Դե գիտեք, քաղաքական ուժերի աշխատանք է դա, ցույցեր անցկացնել, պիկետներ անցկացնել, նամակներ հանձնել, հետևողական միջազգային գործընկերների հետ աշխատել, ցույց տալու համար որ Հայաստանը Նիկոլ Փաշինյան չի կամ չի սահմանափակվում Նիկոլ Փաշինյանով, եւ որ Հայաստանը ամենևին էլ ժողովրդավարական բաստիոն չի, ընդհակառակը Նիկոլ Փաշինյանը երկիրը վերածել է ոստիկանապետության եւ իրենք Երևանում իհարկե բարով են գալիս, բայց իրենք Երևանում ոչ թե գալիս են ժողովրդավարություն ու ընտրական ինստիտուտները խրախուսելու, այլ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար իշխանությունը։ Ինչ կփոխի այդ միջոցառումից հետո, ինչ որ այստեղ, չգիտեմ, քաղաքական նոր զարգացումներ կամ իրադարձություններ ինչպես կփոխվեն այդ պաշտոնյաների այցից հետո։ Գիտեք, շատ տարօրինակ բան եմ հիմա ասելու։ Այս հարցին չգիտեմ ինչի շատ սպասում էի։ Ու շատ տարօրինակ բան պետք է ասեմ։ Գալիս են դեմոկրատական երկրների առաջնորդներ, բայց ինչպես ասեցի, նրանց այցը միտված ալնելու ոչ թե հայկական ժողովրդավարության ամրապնդման, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանությանը կամ աջակցությանը, ենթադրում եմ, որ այդ այցից հետո Նիկոլ Փաշինյանի ավտորիտար քայլերը ավելի ուժեղանալու են, սաստկանալու են։ Այսինքն այս միջոցառումը քարտ բլանշ է համարելու իր ավտորիտար նկրտումները ավելի ուժգնորեն կյանքի կոչելու համար։ Սա համարյա ես վստահ կանխատեսում եմ։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյան, ձեզ զրույցի համար։ Արգելի ստատիտողների շեշտանամ, որ մենք զրուցում ենք Եվրոմեդիայի տաղավարում դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։